Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր փետրվարի 20։ Սակայն մեկ անգամ կխոսի Աստված և մյուս անգամ, բայց մարդս ուշադրություն չի անում։ Հոբ 33-րդ գլուխ 14-րդ խոսք։ Աստված մարդկանց որդիների հետ խոսում է բազմաթիվ ձևերով, խղճի միջոցով, նախախնամության միջոցով, իր ձայնով, բայց նա երբեք այնպես չի խոսել, ինչպես երբ արտաբերել է 10 պատվիրանները։ Այս օրենքը Աստված տվել է մարդուն նախկինում, այն գրված է եղել նրանց սրտում, բայց մեղքն այնքան էր խաթարել այն, որ անհրաժեշտ էր վերականգնել դրա գիտելիքները։ Օրենքը հոգևոր է և հաշվի է առնում սրտի գաղտնի մտքերը, ցանկությունները ու հակումները։ Դրա մեծ պահանջը սերն է, առանց որի արտաքին հնազանդությունը պարզապես երեսպաշտություն է։ Դա պահանջում է կատարյալ, անսասան և մշտական հնազանդություն։ Աշխարհում ոչ մի օրենք թույլ չի տալիս, որ իրեն չհնազանդվեն։ Վասնզի ով որ բոլոր օրենքը պահե և մեկումը մեղանչե, ամեն օրենքին եղավ պարտական։ Հակոբոս 2 գլուխ 10-րդ խոսք։ Թե սրտով, թե վարքով, թե մտքով, թե խոսքով, թե գործով, որևէ բան բաց թողնելը կամ փոխելը մեղք է, իսկ մեղքի վարձքը մահ։ Հպարտությունը իրեն է աստվածացնում, ագահությունը փողին, զգայականությունը որովայնին։ Այն ամենը, ինչ գնահատվում կամ սիրվում է, վախեցվում կամ ծառայում է, ինչով հրճվում կամ որի վրա ապավինում ենք Աստծուց առավել, իրականում մենք դրան աստվածացնում ենք։ Այս արգելքը ներառում է ամբողջ օրենքի հիմքը հանդիսացող պատվիրանը, որ մենք ընդունենք Տիրոջը որպես մեր Աստված, ճանաչենք, որ նա է ճշմարիտ և կենդանի Աստվածը, ընդունենք նրան որպես մերը, երկրպագենք նրան հիացմունքով, հնազանդ երկյուղածությամբ և տանք նրան մեր ամբողջ սերը։ Եվ ի վերջո, մենք չենք կարող ունենալ ուրիշ Աստված բացի նրանից, իսկ եթե ունենանք, նա անպայման կիմանա դա։ Նրանից բացի ուրիշ ոչ ոք չկա և ոչ էլ նրանից առաջ եղել է։ Կռապաշտությունը երբեմն ծածկված է, բայց միթե Աստված չի բացահայտի այն։